Երեմիասնիկյան պողոտայում իրեն զեբրի տեղ դրած էշ տեսնելը խառնաշփոթ առաջացրեց նախ տեղում, ապա նրա հոսում։ Զարմանալի է, թե ոնց կարա զեբրը բանդակի դուրս գա դիվի փախու։ Զեբր է փախել գազանանոցից, առավոտյան 8:05 րոպեին է ոստիկանությունն ահազանգ ստացել։ Սա բռնություն է եւ ծաղրանք կենթանու նկատմամբ։ Սենց բան հնարավոր է միայն հետամնաց տգետ երկրում ու տգիտությունը սկսվում առաջ հերթին այս ռեպորտաժը վարող մեկնաբանող կնոջից, եթե ուշադրություն դարձրեք, կինը աղջիկ ասեց իրեն զեբրի տեղ դրած էշը, ինքը արդեն ծաղրում է դրանով, այդ արտահայտությունով շատ զարմանալի էր Միասնիկյան պողոտայում տեսնել իրեն զեբրի տեղ դրած էշին, դա արդեն ծաղրանք է, դա արդեն բառացիորեն ինքը ծաղրում է, մի հատ շարունակությունը լսենք։ Գագիկ Շամշյանը։ Ոնց է փախել։ Բանդակի Տարածքում գտնվողներից մեկը կասկածում է, արդյոք ավանակ է, զորերը տեղում են, բայց համար շատ համեստ է պահում իրեն։ Արթնացրեց առավոտը Այինի զանգ։ Մի քիչ առաջ տամ, ուրեմն ինչի եմ ասում, որ տգետ հասարակությունն է, բացի Աշոտ Ասլանյանից, որ այգու գիտական գծով փոխտնօրենն է, եւ մի տիկնոջից, որը քիչ հետո խոսում է, հանդիսանում է ինչ-որ անգլիական կենթանիների պաշտպանության մի հիմնադրամի անդամ եւ այլ, խոսում են, հարցնում են 3 հատ քաղաքացու ծնող է, ծնող երեխայի տերեն, ծնող են, որ եկել են կենթանաբանական այգի երևի անկասկած, կամ երեխաներին բերել են երևի Եղեցիկ է ծանոթացնելու։ Տնտեսությունները, որին համար ընդունել չի։ Ահա, նայել, լսեք։ Պահիտակ հա, հետո հասկացանք, որ չէ, ամեն դեպքում վզի հատված Երկուս։ Մեծ ակաշներով զեբրա չի լինում, էլի, չափերը տարբերությունը մարդու գոտքից մի քիչ էր բարձր ընդհանրապես այդ նկարի մեջի կենթանին։ Հայաստանյան հասարակություն 3 հատ երևի ծնող էին, երիտասարդ էին, անցորդ էին փողոցում, իրանց մոտ ծիծաղ առաջացնում։ 3-ից ոչ մեկը քննադատական ոչինչ չասեց, որ սա բռնություն է կենթանու նկատմամբ։ Մեկը որ այստեղ հիմա ասում է, տիրոջ համաձայնությամբ են արել ինչ-որ մի ռեկլամ նկարող մի կամպանիա թե բան, մեկ պետքա բռնեն տիրոջը սենց ներկեն, այսինքն զեբրա սարքեն տիրոջը, մեկ էլ այդ կամպանիային ներկեն, ով որ այս ռեկլամի համար էս էշին վերցրեց էս ներկելա, այս 3-ին էլ կարելի է մի հատ ձևի համար ներկել, հələ տեսնենք հետո մյուս մարդկանց կամ էշերին գնացեք հարցրեք, դե ինչ էշերը շատ են Հայաստանում, այն մյուս էշերին հարցրեք, այս մարդկանց ոնց են վերաբերում, ներկել են, այն մեկն էլ կասի չաղլիկ տղա էր, ատամները մի քիչ սուր էր, հեչ էշի նման չէր կամ զեբրայի նման չէր։ Ինչևից է, եւ մի բան եմ ուզում ցույց տամ, շատ հետաքրքիր էլի, նորից տիպիկ հայաստանյան, հիմա որ ասեմ, կասեն սենշինեցա, վիրավորում են, բան եմ անում, հələ մի հատ սա էլ նայենք, էլի, մի հատ այս դրվագն էլ նայենք ու վերջացնեմ։ Ներկայացուցիչները Արամյանը անընդունելի։ Եվ մի բան էլ եմ ուզում ասեմ, մի հատ այս աղջիկը թող անցնի, հələ մի հատ այս խելոքտերին նայեք, սենց բան հնարավոր է միայն Հայաստանում, ուրեմն զեբրին ճակերտավոր այս խեղճուկ ավանակին կապել են, որ չփախնի երևի, մինչև տերը գա տիրություն անի, այնքան տկարամիտ են, մեկը կանգնած էր այդտեղ ինչ-որ բանվորի հագուստով երևի կամ կենթանաբանական աշխատողներից էր այգու կամ գուցե գազրալացականի աշխատողից էր եւ փորձարու պարոն Շամշյանն էլ կողքը կանգնած, որ սաղորը վթարների մեջ է եւ այլ, պարանը գցել են էշի ոտքից, որպեսզի չեն հասկանում, որ պարանը պետքա գցեն վզից, դա մեկ, երկրորդը, այս պարանը այսքան երկար արել եք, ինչի համար, որ չփախնի, այս պարանով, այս խեղճ կենթանին, ստեղից կարա այս պատի վրայից, հələ այս պատի բարձրությունը նայ, կեսմրանով, կարա մի հատ ցածկան էս կողմ, եթե ուզում ինչ-որ միտեղ փախնի, կենթանի է, չէ, ուզում է փախնի, ու միանգամից հայտնվի մեքենաների երթևեկության կենտրոնում։ Միանգամից, այսինքն էլի, որ հիմա ասեմ, կասեն հայաստանցիներին քննադատում են, այսքան տգետ կլինեն այս մարդիկ, հələ նայեք, մի փոքրիկ դիպվածի մեջ, կադրի մեջ, քանի հատ հետաքրքիր ծիծաղալու բան կտա, թե այս խեղճ կենթանու նկատմամբ ինչպիսի բռնություն են գործադրել, ոչ մեկ չի քննադատում, հեչ էլի ծիծաղում են, ուրախ երկիր է, մայիսի 1 են արել, 5 օրա քեֆ են անում, ոչ աշխատում են, ոչ բան, հələ սրանց կապած պարանը,
պարանի երկարությունը մի հատ նայեք, որ այս խեղճը հանգարտ ուզենա փախնի ու անմիջապես հայտնվի երթևեկության գոտում։ Հələ այդ պարանի երկարությունը, հələ այնտեղ նայեք, հələ նայել։ Հələ այնտեղ էլ հավաքվել են, հələ նայ։ Պարանը արեք 1 մետր երկարություն, 2 մետր այդ շունից կապեք, թող մնա, որ միջև տերը գա տիրություն արի։ Այս 20 մետր պարանը կապել եք, այս խեղճը սույս մի հատ սատկի հետ մասատկի։ Սա է ուզում ասեի, ու փաստորեն նայեք, ինքը ավելի խելոք է, քան թե իրան հենց հիմա շրջապատող մարդիկ նայ կապել են պարանից, բայց իր համար քայլում զբոսնում է։ Հազար հատ էլ օպերատոր է եկել, Հայֆիլմ կինոստուդիայից, ես իմ որ բաներից եկել են, նկարում են նայելը։ Խելոք իր համար ավելի խելոք է, քան թե բոլոր մարդիկ, չի ցածկում, ընկնի մեքենայի տակ հանգիստ կանգնես սպասում է։ Սա է ուզում ասեի, դատապարտում եմ, տգետ երկիրա, տգետ հասարակությունա, տգիտությունը երևում է ամեն հարցում, ամենտեղ հələ սրանց նայ, էլի։ Այն բաներն են, էլ են, պարապ-սարապտեր, կամերաները առ եկել են։ Բերեք մի հատ խմելու բան տվեք խմի, բերեք մի բան տվեք ուտի, զանգեք տիրոջը կանչեք։ Չգիտեմ, սարսափելի է, սարսափելի։ Այսքանը, ամենայն բարիքներ։ Էշ մի եղեք։ Եթե հայերի մեջ էշերը մի քիչ լինեին, այս խեղճ էշի գլուխը, էշի գինը, այս էշի չէ, այն մի էշի, միլիոն կլիներ։ Ամենայն բարիք բոլորիդ, գնացի։